Պրոբլեմն այն է, որ Կտրիչ Ներսիսյանը իր արդեն հայտնի խմբակի հետ պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Նրանք ամենևին մեր Տեր և Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը և վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա, քրեական ենթամշակույթ։ Մեր սրբության սրբոցի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել, և այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը, և մեզնից յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը ներառյալ հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու քահանաները։ Սիրում եմ բոլորիդ և աղոթում եմ բոլորիդ համար, և որպես դրա առհավատչա ուզում եմ ձեզ հետ խոսել Սաղմոսով։ Սաղմոս համար 1. Իրական ճշմարտությունը, Սաղմոս Դավթի։ Երանելի այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է նրա պատվիրանների մասին։ Նա նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որ իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի, և ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի նրան։ Այսպես չեն ամբարիշտները, այսպես չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում են երկրի երեսին։ Ուստի ամբարիշտները չեն դիմանա դատաստանին, ոչ էլ մեղավորները կլինեն արդարների հավաքի մեջ, քանզի Տերը գիտի արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստյան են տանում։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։